Դադարեք ձեր անձնական կարծիքը փաթաթել այլոց պարանոցին։ Եթե հավատացյալ ես ու տեսնում ես մարդը չի կարդում Աստվածաշունչ, ապա դադարիր մարդկանց ստիպել կարդալ Աստվածաշունչ։ Աստվածաշունչ կարդալով ոչ ոք հավատացյալ չի դարձել։ Հավատքը լսելուց է, ոչ թե կարդալուց։ Աստվածաշունչը կարող է ամրացնել հավատքը։ Այն կարդալը լավ է, կարդալով գիտություն ենք ստանում, կրթվում ենք, բայց հավատք չի ծնվում, եթե մեր սրտում այլ համոզմունք ու վստահություն ունի։ Հարգեք մարդկանց կամքը այնպես, ինչպես Աստված է հարգում։ Սիրելի աթեիստներ, խնդրում եմ դուք էլ ձեր հերթին դադարեք ձեր անձնական կարծիքը փաթաթել այլոց պարանոցին։ Իբր Աստվածաշունչը ճիշտ է, սխալ է, լավն է, վատն է։ Միթե կարծում եք, որ ես եւ դուք պատմության մեջ այնքան դեր ունենք, որ կարող ենք մեզ թույլ տալ գնահատել Աստվածաշունչը ճիշտ է թե սխալ։ Ի վերջո, եթե մարդու համար մի բան իրոք սխալ է կամ անարժեք, նա պարզապես չի տեսնում իր համար այդ փոքր երևույթն ու ժամանակ չի պատնում այդ թեմայով խոսել, ապացուցել ինչ-որ արժեք եւ այլն։ Եվ կրոնական կամ հավատքի հետ կապված թեմաներում նմանատիպ էմոցիոնալ կերպով ձեզ նետում եք քննարկման մեջ ու աթեիզմի ջահաձեռքները փորձում հավատացյալներին հակառակն ապացուցել, սա արդեն ցույց է տալիս, որ դուք անտարբեր չեք այդ թեմայի հանդեպ։ Մեզ բոլորիս կանչում է այն թեման, որի հետ մենք դեռ ներքուստ վիճում ենք, կոնֆլիկտ ունենք, հնդրտուքների մեջ ենք։ Նկատեցիք, ես որևէ վիրավորական արտահայտություն չարեցի որևէ մեկի հասցեին։ Ասացի այն, ինչը երևում է կողքից, իմ տեսանկյունից։ Եթե սխալ եմ, ուրեմն կարող եմ եւ սխալվել, նորմալ է։ Ես սխալական եմ։ Իմ սխալն է ինձ մարդ դարձնում։ Ես իմ կարծիքը չեմ փաթաթում ձեզ վրա, այլ ասում եմ, որ սա իմ կարծիքն է։ Մենք կարող ենք ասել ինձ համար սխալ է, բայց ոչ երբեք սխալ է ու վերջ։ Մեզանից ոչ ոք չի ծնվել հավատացյալ կամ թերահավատ, բայց մենք բոլորս ենք ծնվել որպես մարդ։ Ուստի մարդ լինելը մեր բազային կարգավիճակն է։ Եթե փողոցում կողքիդ կանգնած ու շագնած լինի, արագ կօգնես նրան, առանց նայելու հավատացյալ է թե անհավատ։ Սա հենց մարդ կարգավիճակն է։ Դու նույնիսկ չես նկատի, որ այդ նույն մարդուն երեք համացանցում անիծում ու նվաստացնում էիր, միայն նրա համար, որ նա քեզ նման չէր մտածում։ Եկեք գոնե մարդ կարգավիճակը պահենք, առանց իրար վիրավորելու, առանց ծաղրելու, առանց սադրելու։ Իսկ եթե մարդ կարգավիճակն էլ մերը չէ, ուրեմն ինչ գործ ունենք գազանանոցից դուրս։ Դադարեք իրար ծեծել Աստվածաշնչով կամ աթեիզմի գրքերով։ Խաղաղություն բոլորիդ, սիրելիներս։